Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներն ահազանգում են, գյուղում ջուր չկա։ Կենցաղում օգտագործելու եւ խմելու համար գյուղացիներն ստիպված կամ գնում են մոտակա գյուղեր եւ կամ էլ օգտվում են խորքային հորերի ջրերից, որոնք ոչ քլորացվում ու ոչ էլ համապատասխան ստուգման են ենթարկվում։ Արտեզյա ջրերը թեև խմելու համար լավագույն տարբերակը չեն, սակայն գյուղացիները այլընտրանք չունեն։ Խորքային հորերից ամենամոտը գտնվում է Տարոնիկից դեպի Մեծամոր թանգարան տանող ճանապարհին, որտեղ էլ Newspress-ի նկարահանող խումբը շարժվեց մեքենայով։ Հարկ է նկատել, որ գյուղի բնակիչների 80%-ը այս հեռավորությունն ամեն օր ստիպված է ոտքով հաղթահարել։ Խորքային այս հորը գտնվում է 3 կիլոմետր հեռավորության վրա։ Տարոնիկցիների խոսքով գյուղամիջյան աղբյուրը թեև ավելի մոտ է, սակայն այստեղ ջրի որակի խնդիր կա, կոշտ է, խմելու համար ոչ պիտանի ու նստվածք է տալիս։ Օգտագործում ենք էլ եմ ասում այդ ջրերը։ Մեր ջրհորերից, մեկ էլ կողքը կանալիզացիան է, կանալիզացիայի կողքն էլ մեր ջրհորն է, որ կոչվում է թափառող ջրեր, ընդամեն 6 մետր, 7 մետր խորությունից, այդ նույնը կողքը կանալիզացիան է, ընդամեն 5-6 մետր։ Այդտեղից ջուրը հանում օգտագործում ենք։ Այս որ դառնա, կլոր տաշտը դնես, 25 տարեկան ջահել տղեն նստի տաշտունես լողան։ Այո։ Ամբողջ գյուղում, գյուղը առաջեր գյուղ Օղորմի Նորիկ Եղազարյանի ժամանակով գյուղը գյուղ է։ Խմելու ջուրը կար, գործում էր մեր ակումբը, գործում էր մեր բանը, գրադարանը, գործում էր գյուղապետարանը շնորհքով, գործում էր մեր մանկապարտեզը, որ հիմա մանկապարտեզ չկա, ոչ մանկապարտեզ կա, ոչ խմելու ջուր կա, աղջիկ ջան, մի հատ գնում են իմ հարսը սայթակում են, որ վայրեր ընկե, պետք է ոտու տերը ջարդվի, ամբողջ գյուղում ջուր չլինի։ Առաջ սնվել ենք ատոմակայանի գնացող խմելու ջրից, արդեն ատոմակայանի այն աղբյուրները, որ ջուրեր տանում, ցամաքել են, չկա։ Ատոմակայանը բնականաբար չի կարա գյուղին ջուր ապահովի։ Իսկ գյուղի իր խնդիրներով դիմել է շատ բազմից անգամ դիմել է կառավարություն, որ օգնություն ստանանք, մինչև հիմա այդ դիմումները մնացել է անպատասխան։ Այս խնդիրը ավելի քան 10 տարվա պատմություն ունի։ Դեռ մի քանի տարի առաջ գյուղացիները դիմել են Հայ-ջերմուղկոյուղի ընկերությանը, որտեղից նրանց ասել են, թե հերթի կանգնեք։ Այդ հերթը դեռ չի հասել։ Ավելին, այսօր բնակիչները նոր դժվարությունների առաջ են կանգնած։ Վարկերը գյուղացուն տալիս են, սկզբից գյուղացուն խափում են, ցածր տոկոսադրույքով տալիս են, բայց հետո երբ որ գյուղացին եթում է առանց թղթերին նայելու, ստորագրումա չիմանալով ինչ է ստորագրում, ստանում է վարկեր ու այդ վարկերը վերջնական էտապում գյուղացու վրա նստում է 30%։ Ինչ է ծախում գյուղացին, ինչ է արտահանում, ինչ է եկամուտ ունենում, որ կարողանա 30%-ի չափով գումար վճարի վերցրած գումարի դիմաց։ Շատ դժվար է։ Ժողովուրդը հողով են ապրում։ Եթե հող չմշակենք, միջով ապրենք, բալաջան։ Ոռոգման ջրերն էլ որ հողամասերը ջրում ենք, թանկ ու կրակ։ Խետ ինչ էր։ Ով է տեսել ժամը 1200-1300 դրամ գումար վճարեն։ Հա՞։ Բա խմելու ջուր չլինի, բա ոռոգման ջուր չլինի, ամբողջ արտերը մնում է առանց ցանել են վերևի մասերը, ջուր չկա։ Թեև գյուղը չունի նաև մշակույթի տուն եւ մանկապարտեզ, սակայն գյուղացիների համար թիվ 1 խնդիրը միշտ էլ եղել է ջուրը։ Հենց այս հարցն էլ որպես թիրախ օգտագործելով գյուղի բնակիչ Արմեն Խողաթյանը ընտրվեց Տարոնիկի գյուղապետ։ Համենայն դեպս գյուղացիները վստահեցնում են, որ գյուղապետն ընտրվելուց առաջ խոստացել է օգտագործել իր մերձավոր ազգային ժողովի падգամավոր Հրանտ Գրիգորյանի դիրքը եւ այս հարցը ներկայացնել վարչապետին։ Թեև այս նախընտրական խոստումից շուրջ 2 տարի է անցել, սակայն սայլը տեղից չի շարժվել։ Ղեկավարը թող մտածի գյուղացու մասին, ժողովրդի մասին։ Մենակ իրանց աթոռը առնում են, նստում են, ասում են մենք ենք մեր աթոռը, ընտրության ժամանակ խնդրում են որ ընտրենք։ Ընտրում ենք, բայց թող հոգան ժողովրդի հավերը։ 3 տղա ունեմ, այսօր իրանք անձնից գալիս ասում են այ պապա 300 դրամ փող տե թամ պապիրոս առնեմ։ Մեր նկարահանող խումբը փորձեց թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալ հենց գյուղապետից, սակայն ինչպես ասում են, նա տարածքում էր, բայց տեղում չէր։ Գյուղապետարանի աշխատակիցների խոսքով Արմեն Խողաթյանը վատառողջ է եւ չի ներկայանում աշխատանքի ու հրահանգել է, որ իր բացակայության ժամանակ գյուղապետարանից ոչ ոք ոչ մի թեմայի շուրջ ոչ մի հարցի չպատասխանի։ Զավեշտալին այն է, որ գյուղապետարանն ուներ 15 աշխատող, բայց ոչ ոք իրավասու չէր մեր հարցերին պատասխանել։ Աշխատակիցներից հայտնեցին, որ ոչ փող գյուղապետ ունեն ու ոչ էլ աշխատակազմի ղեկավար։ Այս տեղերը թափուր են, ասացին նրանք։ Սա այն դեպքում, երբ գյուղացիները մեր հետ զրույցում ասացին, թե գյուղապետը ոչ թե 1, այլ 4 տեղակալ ունի։ Այնպես որ չկա գյուղապետ, չկա պատասխան։ Այս գյուղի բազում խնդիրների ֆոնին էլ ուշադրության կենտրոնում է միայն գյուղապետարանի շենքը, թե ինչու է նախապատվությունը տրվել հենց այս շենքի վերանորոգմանը չի քննարկվում։ Ու թեև շինաշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն գյուղապետարանի հաշվապահը չգիտի, թե նախահաշվով որքան գումար եւ որտեղից է տրամադրվել շինարարությանը։ Թե որքան ժամանակ այս գյուղում խնդիրները կշարունակեն ստվերի պես հետևել գյուղացիներին, պարզ չէ։ Ակնհայտ է միայն, որ համայնքի երիտասարդությունը լքում է գյուղը։
ու եթե այսպես շարունակվի, ապա գյուղում կմնան միայն այստեղ մշտական բնակություն հաստատած արագիլները։ Արմեն Մկրտումյան, Սևա Գրիգորյան, Նյուսպրես։